Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում նոր ֆորմատով հանդես կգանք ես Գնելը Սարգսյան եւ Գագիկը Մկրտչյան, Սև ու Սպիտակ հաղորդումն է, հա, այսպես կարելի ասել, չէ՞։ Եվ երևի թե մեր գործառույթությամբ, մեր աշխատանքով, մեր երկխոսություններով ու քննարկումներով, որը կլինի ամբողջ շաբաթվա անցուդարձի մասին, կփորձենք ձեզ համոզել ու հիմնավորել այն հարցում, որ սևն ու սպիտակը բավականին համադրելի կարող են լինել եւ այդ գույների առկայությունը ցանկացած խոսակցության մեջ միայն կառուցողական է եւ բաժանարար կարող է լինել միայն այն մարդկանց կողմից, ովքեր որ իսկապես բաժանումների կողմնակից են։ Այո, իհարկե, եւ պատկերացրա, որ սև ու սպիտակը նույնիսկ dress code է։ Dress code։ Հա։ Dress code չէ, երբ որ ասում են մարդուն, որ այսինչ կարևոր միջոցառմանը գալիս ես, պետքա dress code հագնվես, դա ենթադրում ասենք սպիտակ վերնաշապիկ, սև տաբատ կամ հակառակը։ Կարմիր փողկապ։ Հա, երևի թե։ Վերջին շրջանում դա է։ Սև ու սպիտակը բոլորի մոտ կարող է ստեղծի ինչ-որ ասոցիացիա, թե հեսա մեկը լինելու է այն բացասական մյուսը։ Եթե տեսնես սևը եւ ոստիկան, լավ ոստիկան, բայց երևի թե տրամաբանությամբ, եթե այդքան մարդը վիզուալիզացիայի կողմնակից է, ուրեմն սպիտակը այդ մարդու մազերն է, սևը այս մարդու մազերն է, սպիտակը այս մարդու վերնաշապիկն է, սևը այս մարդու վերնաշապիկն է, բայց դա նաև գաղափարական հենք ունի։ Այս վերջերս մի հատ լավ միջոցառում եղավ, վերջերս ասելով մի տարի անցած կլինի։ Բաներ, սև ու սպիտակ հենց, կանայք սպիտակ, տղաները սև, ես ճիշտն ասած այդ բաները այդքան կողմնակից չեմ, բայց որ սևն ու սպիտակները ընտրված, հետաքրքիր էր դրա մեկնաբանությունը։ Տիկին Աննա Հակոբյանն էր տեղադրել, որ դաշնամուրը նույնպես սևերով ու սպիտակներով է, ու իրանց համագործակցության արդյունքում ինչքան գեղեցիկ երաժշտություններ կարող են ծնվել։ Եվ ամենակարևորը երբեք պետք չի փորձել խառնել սևը սպիտակի հետ։ Սերի ասում, մոխրագույն։ Ամենաերևի թե տաճ ու ասենք չուտվող գույնը է այս պարագայում, հա։ Բայց սև ու սպիտակի թեման իհարկե հիմա շատ չենք քննարկի, անցնենք մեր հիմնական զրույցներին, մենակ մի անեկդոտ։ Խնդրեմ։ Հին անեկդոտ է, ձեր ժամանակների, պարոն Սևահեր, սպիտակահեր, ալեհերման։ Ուրեմն այն ժամանակներով էլի, մեկը գնում է նկարիչի մոտ, ասում է, հարգելի նկարիչ, ասում է, սևը գույն է, այս նկարիչը մտածում է, ասում է, դե ասում է, գիտես ոնց, չի ուզում էլի նկարագրի քիմիա, ֆիզիկան, այս կողմեն կողմ բնական գույներ եւ այլն, դե ասում է, մեծ հաշվոտու գույն է, բա ինչ է, սևը գույն է, ասում է, իսկ սպիտակը գույն է, դե ասում է, որ սևը գույն է, հա սպիտակն էլ է գույն։ Ասում է, բայց ոնց է լինում, մեր տնեցիներին ես ինչքան ժամանակ ուզում եմ բացատրել, որ այդ հեռուստացույցը գունավոր, ասում են, չէ, սև ու սպիտակ։ Լավն էր։ Այս երևի ավելի մեծահասակներ եք հասկանում, երիտասարդներին արի բացատրել սև ու սպիտակ հեռուստացույցը։ Ես հիշում եմ, կարող եմ այդ երիտասարդ սերնդին ավելին ասել, որ երբ որ առաջին հեռուստացույցները մտան միջին վիճակագրական հայկական ընտանիք, դա երևի թե 60-ական թվականների սկզբներին էր, որ մասսայաբար սկսեցին մտնել, այո, Ռուբին, Գարիզոնտ եւ այլն բան, բայց ամենահետաքրքիրը ինչն էր, որ հայը միշտ ճարպիկա, չէ, հայը միշտ մտածում է էլի, բայց ոնց անեն որ լավ լինի։ Այսինքն մոտավորապես այն սեփական մեքենան զարդարելու տրամաբանությամբ, ուրեմն ինչ որ տեղերից ճարում են ինչ որ սինթետիկ մատերիալից թափանցիկ պլյոնկա, ասենց ասած, որը ասենց տարբեր գույներ ուներ իր մեջ, հագցնում էին տելևիզորի էկրանին, ու իրանք համոզում են, որ իրանք գունավոր են նայում։ Լավ, էլի այդ մեկը չեմ իմացել։ Դա իրականություն է, ես նման հեռուստացույցներ մեր ազգականների տներում տեսել եմ։ Մենք չէ, մենք նենց անկեղծորեն սև ու սպիտակ ենք։ Ես այդ ժամանակները բան եմ տեսել, հեռակառավարման վահանակով հեռուստացույց եմ տեսել, երբ որ չկար Հայաստանում։ Ուղղակի կաբելով քաշել էր բանը գորգի տակով բերել դիվանի կողքը մեն նայեք ուզում եմ այս ալիքը գցեմ այս ալիքնա այն կար չէ կնոպկեքով կար սենսորային էդի սենսոր էր կոչվում է ժամանակ
հետի բերել էր, դրել էր սս կաբելով մոտը, նստած տեղից փոխում էր, հա, հետո հասկացանք, որ դա պուլտով տելևիզորն է։ Անցյալը ամփոփենք, ես եւս մի պատմություն հիշեցնեմ ու անցնենք արդեն մեր օրակարգին բուն, հա։ Ուրեմն այդ խորհրդային հեռուստացույցները շատ արագ փչանում էին։ Մանավանդ իրենց այդ ալիքները պատտասնող այդ վահանակը։ Ու գրեթե բոլոր տներում հեռուստացույցի կողքը չէ, դրված էր մի հատ տափակաշուրտ ակցան։ Նույն ժողովրդի համար ավելի հասկանալի պլասկագուբցի։ Եվ բոլորը այդ պլասկագուբցին որով են ալիքը փոխում։ Բայց ամենաուժեղը որ պիտի մի հատ sense տեղ կար, որ sense պիտի իրեն sense գրեթե կենտրոնում կանգնացներ, ոչ թե գլտոցի տեղ, այլ որ sense տեղ կա որ բռնի։ Այլապես խշշոցի վրա։ Էլի չէր ստացվում թե։ Հա, եւ պատմությանը, գիտեք ինչ, պատմությունը գիտես ինչ է ես ուզում մի քիչ շեշտեինք պատմության հանգամանքը։ Խորհրդային միությունում մենք քաղաքակիրթ աշխարհից սարսափելի հեռու էինք։ Այն ինչ որ տեղի էր ունենում, ասենք, սովորական միջին վիճակագրական Եվրոպայում ու ինչ որ կար իրականում սովետական միությունում, սար ու զորի տարբերություններ։ Վերջերս ես նայում եմ, շատ սիրում եմ իհարկե այդ դերասանին, Չարլի Չապլինի ֆիլմերից։ Դա ինքը կինոյի սիմվոլն է։ Սիմվոլը, հա, ու համր կինոյի մանավանդ, այն էլ հումոր։ Ու գիտես ինչ եմ տեսնում այդ ֆիլմի մեջ, ցանկացած մարդ կարա այսօր փնտրի գտնի այն որ մտնում է բոքս, ինչ որ կհիշես այդ ֆիլմը։ Անկյունում գիտես ինչա դրված 1905 թվականին է նկարվել այդ ֆիլմը, ջրի կուլեր։ Որտեղ։ Այդ դե որ կա։ Հա, ջրի կուլեր։ Ես գնալ եմ ուստր նայել։ Գնա նայ, այսինքն մեր քաղաքակրթական տարբերությունը ուր էր, երբ է Հայաստանում հայտնվել ջրի կուլերը։ Վերջին ժամանակներում։ 15-20 տարի առաջ։ Ու դեռ ամեն տեղ չի որ կա։ Հա։ 1905 թվականին ես չեմ նկատել։ Միացյալ Նահանգներում եւ Մեծ Բրիտանիայում ջրի կուլեր։ Այսինքն կարող ենք ասել, որ սովետական միությունը իր տնտեսության զարգացման տեմպերով, հա, նորարարություններով եւ այլն զիջում էր աշխարհին։ Ոչ թե զիջում էր։ Հետամնաց բան։ Ինքը հետնապահն էր։ Աշխարհի հետնապահն։ Իսկ ինքը այդ պարագայում ինչի գոյություն ուներ։ Ինքը որովհետեւ տես, ինչի այս հարցը առաջանում։ Որտեվ ինքը մեծ հաշվով նաև երկաթե վարակույր ասվածը գոյություն ուներ, այսինքն ասել թե նա աշխարհի համար կարող էր լինել մի սպառող, լավ արտադրող չէր, գոնե սպառող, այդ էլ մի քիչ ճիշտ չի դառնում։ Այսինքն աշխարհին ինչով էր հարմար, որ ինքը գոյություն ունենա։ Սպառում էր կանադական ամերիկյան ցորենը, նոր զելանդական կարագը, ավստրալական միսը։ Սպառում էր։ Այսինքն նավթի ստացած եկամուտից սովետական միությունը չէր կարողանում արտադրել սեփական հացահատիկը, որ հերիք էր ժողովրդին, այլապես ժամանակ առ ժամանակ սովերելնում, սեփական մսամթերքը, այլապես ժողովուրդը մանավանդ ռուս ժողովուրդը, եթե գոնե են երշիկը չլներ, զակուսկին, հա, իրանց ասած խմիչքի, ապա այդ դեպքում կարող անձվզեն։ Ցորենի թեման մեզ տանում է ուրիշ տեղ, որը որ երևի թե հեսակի քննարկենք, բայց մի հատ ուրիշ հարց է առաջանում։ Այսինքն, այստեղ կառավարումն էր վատ իրականացվում եղած հնարավորությունները, որովհետև այսօրվա դրությամբ, ասենք նույն ուկրաինական, այս ռուս-ուկրաինական պատերազմում շատ իր ուրույն տեղը ունի նաև պատճառների եւ ամեն ինչի մեջ իր ուրույն տեղը ունի նաև ցորենը։ Այո։ Չէ՞, բայց երկու երկրներն էլ եղել են սովետական միության ներկայացուցիչներ, չէ՞։ Հա։ Աշխարհին են մատակարարում։ Այսինքն այդ ժամանակ եղել է հնարավորությունը, բայց կառավարվել է վատ։ Թե չէ պետությունը հայտնի էր որպես եգիպտացորենով կպահենք պետությունը հայտնի էր որպես ամենավատ կառավարիչ 12 թվականին 2012 թվականին Պուտինը այն որ աշխարհին սպառնում է իր այն հրթիռներով բաներով մեր ընդդիմադիրների համար գիտեք չէ որ բանա Թրամփի ուղին պիտի անվանվեր Պուտինի ուղին։ Հա, լսի, դա վերջն է։
դա վերջն է այն պարագայում, երբ որ Թրամփը լավ անցնենք միանգամից միջազգային, հետո կվերադառնանք նաև Հայաստան։ Արի միջազգայինում դու վարպետ ես, ես լսում եմ քեզ։ Թրամփը հավաքել էր, մենք իրար հետ հաղորդումից առաջ նայեցինք այդ կադրերը, հավաքել էր Կենտրոնական Ասիայի պրեզիդենտներին ու իր բացման խոսքը սկսեց խոսելով օգոստոսի 8-ի պայմանագրից, խոսելով այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն խաղաղության մեջ են դե ֆակտո, եւ այս մարդկանց բոլորին ասեց, որ գիտեք ինչ, ձեր բոլորի համար է այդ թրիփ նախագիծը։ Այսքան խաղադրույքները կատարեք Թրամփի ուղու վրա։ Հա։ Բայց այդտեղ մի բան էլ է պետք կարևորել։ Այդ միջինասիական երկրների 90%-ը որպես միավոր, հետագայում նաև սովետական միավոր, ստեղծվել են հենց սովետական միության օրոք, որոնք 20-ական, 21, 22 թվականներին, որոնք այն 49-ից ժամանակ հետո այդ տարածքը ընդամենը կոչվել է Թուրքեստան։ Չի եղել Ղազախստան, Ղազախստան, Ուզբեկստան, եղել է կոչվել է այդ ամբողջ տարածքը Թուրքեստան։ թյուրքական միավորի ապրելու տեղ։ Հա։ Այս մի բան է ստացվում։ Բայց այսօր այդ մարդկանց Թրամփ ասում է, լսեք, այդ մարդիկ իդեպ հավաքվել են ու շատ հետաքրքիր է, իրանց տրամաբանության մեջ, հոգեբանության մեջ բան չի փոխվել։ Իրանք ինչպես եղել են խորհրդային տարիներին, այնպես էլ հիմա են։ Ինչով։ Տես, բոլորը ով որ խոսքեր փոխանցում իրեն հերթական նախագահին, ասենք Ղազախստանի նախագահին, ասում է, գիտեք ինչ, դուք աշխարհի նախագահն եք Թրամփին։ Հետո նույն բանը ասում է Ղրղըզ նախագահ։ Մեր դաշնակներից ոչ ոք ներկա, չէ։ Չէ։ Ու իդեպ այ այստեղ հարց եմ ուզում տամ։ Այդ մերոնք կամ մեր ընդդիմությունը, որ բոլորը ասում էին հակ Ռուսաստանը, դեստեն եւ այլն։ Հիմա ոնց կմեկնաբանեն այդ երևույթը։ Այս մարդիկ, որ սաղ օրը պատրաստ էին ասեին Պուտինի ցավը տանեմ, ինքը մեր պապան է, այսօր նստած են Թրամփի դիմաց, ասում են դու մեր պապան ես, քո ցավը տանեմ։ Դու մեր պապայի պրեզիդենտն ես։ Չէ, դու մեր պապան ես, ու ասում են դու աշխարհի պրեզիդենտն ես։ Ես ուզում եմ ասեմ, աշխարհաքաղաքական զարգացումները կիլոմետրանոց քայլերով են գնում։ Մեր խնդիրն է Հայաստանի, այդում նաև մեր ժողովրդի հետ չմնալ հանկարծ այդ ամեն ինչից, որովհետև Ղազախն ու Ղրղըզը արդեն հասկացել են։ Բայց զգացել ես, բանա, մենք երբ որ խոսենք սովետական միության ժամանակահատվածից կամ խոսենք մերօրյա իրավիճակում, բացառությամբ վերջին 1-2 տարին երևի, մենք աշխարհը ճանաչում ենք Ռուսաստանով։ Հա։ Դες մեծ խնդիր կա։ Հա։ Մենք չենք ճանաչում ոչ Միջին Ասիան, ոչ Հեռավոր Արևելքը, մենք չենք ճանաչում Արևմուտքը եւ Հեռավոր Արևմուտքը։ Մենք անգամ հարավ չենք ճանաչում այսօրվա դրությամբ։ Ունենալով օրինակ թեկուզ Իրանի հետ բազմադարյա պատմամշակութային իրավա թակավորաժառանգա, չգիտեմ ինչ, այսինքն մեկտեղված ընդհանրական պատմություն։ Մենք անգամ դա չենք ճանաչում։ Մենք աշխարհը ճանաչում ենք դեռևս Ռուսաստանի բանով, էլի, այդ դիտակետից։ Հենց այդ է խնդիրը, այսինքն այս Որ մարդկանց կներես, այ երևի նաև դա է պատճառը, որ երբ որ ասում ենք Ուզբեկստանը, Ղազախստանը, բան, մարդիկ, հա, Ուզբեկստանը, Ղազախստանը դա էդի սովետ էր։ Մեր երկիրն էր դա։ Այսինքն ինչ որ լրջություն է այստեղ պետական միավորի հանդեպ չի հաղորդվում։ Գիտես, ես շատ հաճախ կոմենտներ եմ կարդում, մեկնաբանություններ սոցցանցերում, որոնք գրում են, գիտեք ինչ, դուք սխալ եք, ինձ են գրում, իմ հաղորդումների կոմենտների մեջ են գրում, քո հաղորդումների կոմենտների տակ են գրում այդ բաժնի, որ սովետական միությունը մեզ տվեց էս։ Ժողովուրդ, դուք ինչի եք պատկերացնում, որ եթե չլներ սովետական միությունը, Ոչ մեկ ոչ մի բան ոչ մի բան չէր տալու, զարգացում չէր ելնելու, հայ գրող չէր ծնվելու, հայ գիտնական չէր ելնելու, Մերգելյան չէր ելնելու, էս չէր ելնելու, ինչ չէր ելնելու։ Իմիջայլոց դրան ուղիղ հակադարձում կարա լինի։ Օսմանյան կայսրությունը, որը որ ցեղասպանել է մեր 300 մտավորականները որտեղից էին։ Ունեցել է հայ մտավորականություն, հայ դպրություն,
ճարտարապետություն, Օսմանյան ճարտարապետությունը լրիվ հայկական է։ Պատգամավորներ ընտեղ դրած։ Հա։ Դե եկեք գովաբանենք, ասենք դե բանա, այ Օսմանյան կայսրությունը մեզ տվեց, այդ չենք անի, որովհետև դա հենց պրոպագանդան է, որովհետև աշխատացվել է Լենինից հետո, Լենինից սկսած այն ուսը։ Նորմալ է, գանք Ցորենին։ Գանք Ցորենին։ Քանի որ խոսում ենք, չգիտեմ ինչի հետ է պայմանավորված, շատերը գրում են, գիտես, ես նկատել եմ արտերկրից հատկապես մեր հայրենակիցներ, չգիտես ինչի ես Ցորենի Ադրբեջանով գալու, Հայաստան գալու կարևորությունը, որը մենք գնահատում ենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նրանք դա բան են անում, հակադարձում են, սոված էիք, Ցորեներ, պետք է կերեք, ասած ապուշ բաներ են ասում։ Այսինքն առաջնայինը թողած, որ հասկանում եք, որ Ադրբեջանի տարածք, այսինքն խաղաղությունը ինչու՞մն է կայանում, կոմունիկացիաների ճիշտ աշխատացնելով, համադրելով, ընդհանուր շահեր, տնտեսություն եւ այլն, ռազմական գործողությունների հնարավորինս զորոյականացում, այո։ Հա, դուք սոված եք, չէ՞ մենք սոված չենք։ Բայց ամենաուժեղը, որ հիմնականում այն Գերմանիայից, նենց երկրներից են սա ասում, ովքեր որ այսօրվա դրությամբ շատ կախված են թուրքական ապրանքներից, բայց մեր պատրիոտներ են, հայրենասերներ են։ Հիմա կարևորությունը առաջարկում եմ քննարկենք, Ցորենի կլինի ռուսականը, կլինի ղազախականը Հայաստան գալու։ Ոնց ես կարծում, դա կազդի հետագայում, եթե սա այս process-ը դառնա շարունակական, կազդի Հայաստանում օրինակ հացի գնի էժանացում։ Դե ես կարամ մի հատ օրինակ բերեմ մերոնց, որ իրանք մանավանդ ավակ սերունդը շատ լավ հիշի, դու էլ կարող ես հիշես։ Դու հիշում ես ցուրտումուտ տարիները։ Իհարկե հիշում եմ, անկախության տարիները։ Ուրեմն մի պահ եղավ, ես անցած հաղորդմանն էլ եմ էդի ասել, ուղղակի ուզում եմ կրկնեմ, որպեսզի մարդկանց մոտ դա ֆիքսվի։ Մի պահ եղավ, որ Հայաստանի Ցորենի պաշարները Թուրքիայից։ Հա, 2 օրվա էին մնացել, այսինքն 2 օր հետո Հայաստանում վերջնական սով էր սկսվելու, չկար էդ եգիպտացորենի ալուրը, այն չկար, էլ արդեն ոչ մի բան չէր ելնում, ու Հայաստանը այդ ժամանակ դիմեց մեր դարավոր պապական թշնամի Թուրքիային, եւ Թուրքիան սահմանը բացեց, ու այդ էշելոնները Ցորենով բարձված եկան մտան Հայաստան, Հայաստանը սովից փրկվեց։ Ու միևնույն ժամանակ հիշեցնենք նաև, որ այդ ժամանակ Հայաստանը կռվում էր, մեջ էր, Արցախը եւ հայ ժողովուրդը պատերազմի մեջ էին Ադրբեջանի հետ։ Նո, իհարկե սկզբում սովետական միության զորքերի։ Այդ Ադրբեջանը համարեց դա դավաճանություն Թուրքիայի կողմից։ Բայց չգիտես ինչի մեր կողմից դա դավաճանություն չէր համարվում, սեփական իրձերին բաներին։ Կամ էլ այդ պարագայում ոչ ոք չէր լավ ասեր, գիտեք ինչ, ես հրաժարվում եմ թուրքական հացահատիկից, հրաժարվում եմ թուրքական հացից, ես սոված կմեռնեմ։ Հիմա չեն ասի, երբեք չեն ասի։ Չեն ասի, իհարկե չեն ասի։ Դա գիտեք, մեր ցավոք սրտի մենք մեծ ցավերի ու արյան գնով ենք ստեղծել պետական միավոր, որը հետո կորցրել ենք։ Հետո դարձյալ մեծ ցավերի ու արյան գնով ենք ստեղծել։ Հետո կարծես թե դարձյալ կորցրել։ Ընդ որում, այն առաջի կորուստը նույն, էլի պատմական է, բայց ստիփած ենք ասել, նույն համակարգային խնդիրներ։ Մինչև հիմա Ցարական Ռուսաստանն էր մինչև հետո բոլշևիկյան Ռուսաստանն էր։ Անունը փոխվել է։ Ու հետո այդ բոլշևիկյան Ռուսաստանը սկսեց ստեղծել մի համակարգ, գիշատիչ համակարգ, որը մարդկանց ուղղակի սարքել էր ճորտ։ Ավելին ասեմ, 70-ական թվականներին հայ գյուղացին, դու գիտես որ անձնագիր չուներ։ 70-ական թվականներին։ Որ գյուղացին, որ կողմերի բոլորը։ Ցանկացած գյուղի գյուղացին անձնագիր չուներ։ Բայց մենք կարող ենք տենց հայտարարություն։ Այո, անձնագրերը կոլխոզի նախագահի մոտ էին։ Այսինքն կար անձնագիր։ Կար անձնագիր, բայց այդ մարդու ձեռքին անձնագիր չկար։ Այդ էր այդ համակարգի բանը, այդ որ ասում են մեզ սարքեց էս, մեր սարքեց այն, ոչ մի բան չսարքեց։ Մենք կարող է զարգացմանը նես տեմպեր ունենայինք, եթե չլներ խորհրդային կայսրությունը, որ մեր հետևից ոչ ոք չհասներ։ Որտեվ
լինեինք անկախ, ընդամենը 2 տարվա պետություն էր առաջին հանրապետությունը եւ արդեն մոտավորապես 25-30 երկրների հետ ուներ դիվանագիտական հարաբերություններ։ Թուրքերի հետ այդ թվում։ Առաջի ճանաչողն էլ թուրքյաները ժամանակ կրկին։ Դու գիտես այդ ինչա նշանակում։ Դիվանագիտական հարաբերություն հաստատելու համար, ասենք թե դիցուկ Մեքսիկայի հետ։ Այդ մեր հայ դիվանագետը ոնց էր գնալու հասնել, քանի ամիս էր տևելու, մինչև այդ մարդը գնար իր փաստաթղթերը հանձներ, ասենք Մեքսիկայի նախագահին, հետո այնտեղից էլ բերեր փոխադարձ փաստաթղթերը։ Էս է ամբողջ խնդիրը։ Մենք այդ միջև գնացել հետ եկել, տեսել է բոլշևիկական կարգերը։ երևի թե շատերի մոտ հենց տենց էլ եղել է։ Ես առաջարկում կարճ դաթարի գնանք, արդեն հուշեցին։ Այո, կարճատև դաթար։ Կարճ դաթար մեր հետ։ Վերադարձանք տաղավար, շարունակենք մեր պատմա հետաքրքիր զրույցը, բայց արդեն պատմությունից երևի վերադառնանք հայկական իրականություն։ Շատ ենք դեռ անդրադառնալու, որովհետև ինչպես Սերվաստյանցն էր ասում, ասում է անցյալը դիտաշտարակ է ապագայի համար։ Գոնե այս միտումով անընդհատ կարելի է այնտեղից վերցնել օրինակ։ Բայց խոսենք վաղվանից կամ այսօրվանից, որը որ վաղվա պատմությունն անեն։ Ընդ որում ամենակարևորը, որ պատմությունը չսարքենք ինքնանպատակ։ Տես, մեր ժողովուրդը շատ ասում, երևի մենք էլ մեր հերթին։ Սկսում ենք Տիգրան Մեծից, գալիս ենք, հասնում ենք երկրորդ համաշխարհային պատերազմ, 4 հատ մարշալ ենք ունեցել, 90 հատ գեներալ ենք ունեցել, այս կողմ ենք, ժողովուրդ դրանք ունեցել ենք, անցել է։ Ունենք այսօր, ասենք NASA-ի օդաչու։ Եկեք ասենք ունենք այսօր NASA-ում, ասենք տիեզերագնաց։ Հեսա վաղը մյուս օր ինքը թռնելու է։ Ունենք այսօր Քիմ Քարդաշյան, որին ասենք 80 միլիոն մարդ է հետևում։ Հա, ասում ենք Քիմ Քարդաշյան, չնայած ունենց երկակի է։ Ես կարող եմ ուրիշ կերպ ասել։ Հա։ Բանը Փաշինյանը 3, եթե չեմ սխալվում, 3 էր փոքրիկ մամուլի ասուլիսի կամ ճեպազուրիցի երկուսից չես իմանում թե որը ձևակերպես, այդ երկուսից մեկի ժամանակ շատ հետաքրքիր դիտարկում արեց եւ Օրբելի ֆորումի ժամանակ նույնպես։ Առաջարկը որն է, իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, դե այդտեղ շատ ասելիքը, բայց մի հետաքրքիր բան ասեց, մենք ուզում ենք լինենք պատմության սպառող, թե պատմություն ստեղծող, կերտող։ Հա։ Ինչքանով ենք հավատում դրան։ Մենք ինչքանով ենք այն հասարակության ներկայացուցիչները, որ կարող ենք ասել, հա, մենք պատմություն կերտող ենք, եւ քանի դեռ չենք հավատում, որ մենք կարող ենք լինել պատմության կերտող, ապա մենք պատմության սպառող ենք։ Ու հենց այդտեղ գալիս է էսի մասած խնդիրը, որտեվ անընդհատ մենք մեզ մխիթարում ենք այն պատմական հաղթանակներով, Սարդարապետի հաղթանակով, մյուսով, բայց մենք ինչ ենք անում այն բանի համար, որ այլևս չունենանք Սարդարապետ։ Սա մատ հետաքրքիր բան էլ կա, տես խաղաղություն պահպանող որևիցե ղեկավարի անուն մենք պատմությունից, եթե անցնենք պատմության շերտերի մեջ, չենք նշելու։ Մենք միշտ սիրում ենք նշել այն թագավորների անունները մեր, որոնք կամ նահատակվեցին, այո, կամ որից է ճակատամարտում հաղթեցին, կամ չգիտեմ, sense նահատակվեցին, մեզ համար պատերազմը։ Հա, գնացինք մեզ համար Տիգրան մեծը, որովհետև ինքը նվաճող էր, ինքը մեծ հայքը միացրեց, հետո կայսրություն ստեղծեց, բայց մեզ համար օրինակ Արտավազ II-ը ոչ մեկա դարել։ Հասկացես, ով որ ընտանիքով գնաց, հանձնվեց մենակ նրա համար, որ եւս մի քանի տարի հայքում պատերազմ չլինի։ Հենց էտա, խնդիրը էտա։ Եվ այսօր, երբ որ մենք ասում ենք գնահատենք այն իրականությունը, որ այսօր կա Հայաստանում, գնահատենք այն փաստը, որ այսօր մենք, ես վարորդ եմ, դու վարորդ ես, մեքենա ենք վարում, որից է բողոք ունես Երևանից դուրս ճանապարհներից։ Մեծամասամբ։ Համենայն դեպս դրանք փոքրացել են, բողոքները քչացել են։ Բայց տեղեր կա ուղղակի ֆանտաստիկ բան է։ Ֆանտաստիկ որն ասեմ ավելին, ուրեմն նախանցյալ Կիրակի, եթե չեմ սխալվում, գնացինք հյուրերից հետ գնացինք բան Բերդ համայնք, Ճամբարակի ճանապարհով նորակառուցվում։
Տավուշի մարզ։ Հա, ինձ հետ էր իմ ընկերներից, ավակ ընկերներից մոտ 70 տարեկան եւ անց բանը Արան, ով որ Ֆրանսիայից է, ինձ հետ էր Կարոն, ով Շվեդիայից է, ինձ հետ էր Սերոպը, ով Անգլիայից է, մի խոսքով միջազգային եւ Ձյուրան, ով Դավթաշերից է։ Շատ լավն է։ Միասին գնում ենք ճամբարակի ճանապարհն ենք ընկել, թե գնալուց, թե գալուց։ Դες ինչ երկրների ներկայացուցիչներ են, քաղաքացիներ են, հայ մարդիկ են։ Իսկ մեզ մոտ սարերում սենց ճանապարհներ չկա։ Հենց է դա։ Այսինքն հիմա ստե մի հատ խնդիր կա։ Մենք գնահատենք այդ ճանապարհը, թե Դու շարժումները էջ ես տեսել։ հա, Այդ ամեն ինչը կառուցում են, որ հանձնեն թուրքերին։ հա։ Այսինքն հա։ Տրամաբանության իհարկե չի ընդարկվում, բայց որպես քաղաքական Մարդիկ կան տենց էլեկտորատ ունեն։ Դա ամոթ է։ Ամոթ է։ Ես այսօր կարդում եմ, ասում են հեսա պատերազմ է սկսվում։ Դե Թաթոյանը առհասարակ առաջ է անկել, արդեն ինքը բերել տեղավորումը 300,000 ադրբեջանցիների ոչ ավել, ոչ պակաս Սյունիքի մարզում։ Տեսել ես դա։ Տեսել եմ։ Ասում եմ, որովհետև Ադրբեջանում մի հատ հասարակական կազմակերպություն կա, ով որ տալիս է ինչ-որ ID քարտեր, այտենց որ այս կողմերից են Լավ, ներողություն։ Խոսքդ ընդհատեմ Շաքարով։ Ուրեմն Հայաստանում եւ Հայաստանից դուրս մի հատ կազմակերպություն կա, որը ոչ միայն կազմակերպությունն է, որի նպատակը Արևմտյան Հայաստանն է, այլ ունի նաև Արևմտյան Հայաստանի կառավարություն եւ նախագահ։ Այո։ Ասեմ ավելին, մենք այս ժողովուրդն ենք, Մկրտչյան ջան, որ դստաս մտածում ենք, նայ, ունենք առնվազն 3 հատ կառավարություն հայերով։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Արցախի կառավարությունը եւ Արևմտյան Հայաստանի կառավարությունը։ Ես ասեմ 4-ն էլ ավելանում, վիրտուալ կառավարություն։ Հա, բայց 3 հատը առնվազն ունենք։ Ունենք 2 կաթողիկոս առնվազն։ Չնայած 4-ը կարելի է։ 2 կաթողիկոս, մի պատրիարք, առանձին բաներ, բայց ծայրագույնը բանն է, Կտրիշներ Սիսյանն է։ Ունենք 123 հատ մոտավորապես կուսակցություն, ու շատ լուրջ դեմքով նստած ուզում ենք հասկանանք ինչի է մեր ազգը այսքան պառակտված։ Լսի, գիտես ինչ։ Ամենաուժեղը, որ այդ հարցը տալիս են, այս թվարկածս կողմներից մեկը միշտ։ Գիտես Ամերիկան ինչի է այդքան անհաջող երկիր։ Անհաջող է Ամերիկան։ Չակերտների մեջ եմ ասում։ Որտեվ ունի 2 հիմնական կուսակցություն։ Ընդամենը։ Հա, մեկը փղի տեսքով, մեկը էշի տեսքով, իդեպ։ Ու դրանից իրանք չեն նեղվում, որտեվ ավանակն էլ է հաջողություն բերում այդ երկրին, փիղն էլ է հաջողություն բերում այդ երկրին, ու չեն մտածում, ստեղծեն մի հատ էլ զեբրի կուսակցություն, շիմպանզեի կուսակցություն։ Իլոն Մասկը վերջերս մտածում էր։ Դե ինքը կմնա որպես շիմպանզե։ Որպես մտածող։ Որպես կամ որպես մտածող։ Բայց այդ լավ է։ Չէ։ Այդ իմ կարծիքով այդ ավելի բացասական կողմը։ Ինքը համակարգային լուծում է։ Համակարգային, օրինակ ասենք այդ ամերիկյան մոդելը նաև նման է բրիտանական մոդելին։ Մարդիկ մտածել են, այստեղ հավաքված է ազգի էլիտա, այստեղ հավաքված է ազգի էլիտա։ Ստեղծել մի հատ էլ ուրիշ, որտեղ չկա ազգի էլիտա։ Ի վերջո իրանց մոտ էլիտան դա լուրջ նշանակություն ունի, լուրջ ազդեցություն ունի։ Բանկային էլիտա, ֆինանսական էլիտա, շոու բիզնեսի էլիտա։ Մեր մոտ ամեն ինչն է խառնված իրար։ Ասեմ ավելի, եկեղեցու շուրջ ինչ որ կատարվում է։ Ուրեմն վարչապետը, երկրի վարչապետը, գիտես, ասենք դու կարաս ատելով ատես այդ վարչապետին, չընդունես ոչ մի կերպ, դու կարաս լինես ամենադաշնակը։ Այդ չի հարցը, բայց երկրի վարչապետն է լեգիտիմ ընտրությունների արդյունքում, ճիշտ է։ Չես կարող չընդունես, որ վարչապետն է, չէ՞։ Այո։ Երկրի վարչապետը բոլորս հասկանում ենք, որ միշտ տիրապետում է շատ ավելի ինֆորմացիայի, քան ցանկացած քաղաքացի, որովհետև իր ձեռքի տակ ունի նաև գաղտնի եւ գերգաղտնի, ուրիշ գաղտնի տվյալներ։ Այս ամեն ինչի մեջ գալիս է մեր ազգի, ազգային ժողովի թիվ 1 ամբիոնի մոտ,
ու ասում է, որ կա տվյալ, որ Սրբազանը պակ գործակալ է։ Սա գրեթե ուղիղ ասում է, էլի։ Ու գիտեք, սրանց իրենց հավատացյալներին ինչ են լցրել։ Դրանք բամբասանքներ են։ Այսինքն մեր պատկերացումը էլիտայի վերաբերյալ շատ այլ է։ Եվ ամենահետաքրքիրը, որ այդ անձնավորությունը Պուտինի ձեռքից ստանում է շքանշան։ Տեսել ես ինչ շքանշան։ Նևսկու շքանշան։ Իսկ գիտես Նևսկի շքանշանը, Նևսկին ով էր։ Հա, մոտ 1200-300 թվականներին, եթե չեմ սխալվում, շատ քիչ տրամաբանություն։ Խաչակիրների հետ էլ կռվել է, չէ՞, դեմ։ Այսինքն, էդի մի մարդ է, որ ռուսները աստվածացնում են իրանք այդ մարդուն, ով որ կռվել է արեմտյան արժեքների դեմ, շվեդների, այնտեղ բաների, խաչակիրների դեմ բանը, եվրոպական մագիստրոսների, խաչակիրների դեմ ու իբր թե դա իրականում բլեֆ է։ Պատմական դա է բլեֆ։ Հա, այդ իրանց կոչումը ինչ որ լիդովը պաբոյիշը, ես ինչ որ իրանք սարուստերի մեջ այդ ասպետները եկան սակեցին, խեղդվեցին, խորտա սուտա։ Սուտա։ Բայց դες Նևսկու շքանշանը, այսինքն ամեն դեպքում սուտա ճիշտ է, այդ ժողովրդի համար, նո, այդ ալուն է, մի դեմ կա, ով ազատագրական բան, այդ սովետական ռոպագանդա։ Մեզ բոլորիս փրկչական, հա, փրկչական։ Նեխած արևմուտքի դեմ։ Հա, նեխած արևմուտքի դեմ։ Հետամնաց այդ ասպետները որ գալիս էին ձերի։ Շորջ են ուզում հակնելու երկաթ են ակել։ Ռուս բոյարները հակնված էին ամենավերջին մոդայով։ Մորուկներով։ Շալվարի տակ դեռ։ Շատ ճիշտ է։ Բայց ինչ կապ ունեն կրոնական առաջնորդները, որովհետև ես ֆոտո տեսա մի հատ ու ինձ համար հայտնաբերեցի, որ ոչ միայն եզրասն է այնտեղ բան արել, պարգևատրվել, այլ նաև բոլոր կրոնական առաջնորդները, անգամ մուսուլմանական աշխարհի ներկայացուցիչները, Ալա շուքյուր, մուքյուր, բոլորը ստացել։ ովքեր ներկա են այդտեղ։ Ռուսաստանի Դաշնությունում գործող, չգիտեմ, Ալա շուքյուրը մտնում է դրանց մեջ թե չէ, բայց հա, դե Իրանն էլ ինքն էլ կանչված կաներ հաս։ Այսինքն ըստ էության Պուտինի պատկերացած կայսրությունը կա։ Եվ այդ կայսրության ամենահիմնավոր պահպանման, կայսրության պահպանման ամենահիմնավոր քարերից մեկը նաև կրոնական հատվածն է, որոնց ինքը պարգևատրում է։ Դու պատկերացնում ես մի հատ մուսուլման մարդ, ում պատկերացնում են Նևսկու պարգևատրում են Նևսկու։ Եզրասը այդտեղ երկրորդվում առասարակ։ Դրել են եզրասից եք խոսում։ Նևսկու շքանշանում։ Բանին հայրենիքին մատուցած, չգիտեմ, մեծ ծառայություններ, այսպեսի, նու մոտավոր այսպեսի ձևակերպում կա, էլի։ Ես ուզում եմ իմանամ, լավ, այս մեր հայրապետերը, առաջնորդները, մեր Հայաստանի Հանրապետության համար ինչ մի բան։ Դու կարող ես հիշես։ Ես մի բան կարամ հիշեմ, որը տեղի է ունեցել 1941 թվականին, նորից կասես հիմա գնաց պատմության։ Սասունցի Դավիթ տանկային դիվիզիայի մասն է։ Այո, դիվիզիա էլ չէ, ինքը տանկային շարասյուն էր իրականում, հիմա այս շարասյան մեջ 10 հատ տանկա թե 100 ոչոք։ Դե մենք հաստատ 100-ի տակ սղացրել, բայց իրականում այդ դեպքը ինչա տեղի ունեցել։ Այդ ինչ է եղել, որ հայ առաքելական եկեղեցին որոշել է պետությանը օգնի, որպեսզի պետությունը տանկային շարասյուն ստանա, այդ էլ են ամենածանր ժամանակներում, հա, պատերազմի։ Ստալինը որոշել է լուծարել հայ առաքելական եկեղեցին։ Ու այդ ի պատիվ այդ ժամանակվա մեր կաթողիկոսի, որը հասկացել է, որ միակ տարբերակը սրան քո ասած սղացնելու կամ կրելու, այնա որ հելնի հայտարարի, որպես գործոն հանդես գան։ Ապրես մենք ողջ աշխարհի հայությունից հանգանակություն ենք անցկացնում, տանկային շարասյուն ենք ստեղծում, որը նվիրում ենք կարմիր բանակին, եւ մենակ դրա պատճառով հայ առաքելական եկեղեցին գոյություն ունի մինչև այսօր։ Բայց հիմա քո ասածի մեջ համ լավ կողմ կա, համ վատ։ Զգացիր, հենց այդ սև ու սպիտակն է։ Հա, սև ու սպիտակը բա ոնց։
վատ կողմը ասեմ որն է։ Մենք հենց հիմա Կտրիչ Ներսիսյանին փորձում ենք հուշել, որ եթե մի 20 տանկ Չէ, տանկային շարասյուն։ Այս պարագայում եթե մենք սղացում ենք, ուրեմն թե ասենք 150 տանկ։ հա, բայց չէ, լուրջ մտնենք 44 օրյա պատերազմ։ Մեր եկեղեցին ունենալով լուրջ միջոցներ, լուրջ լրջագույն միջոցներ։ Եթե մենակ մի թեմում ըստ Եզրասի շքանշանակիր, կրկնակի ընդ որում մի քանի ամիս առաջ էլ էր նույնից ստացել գիտեր, բանա, անումա հետևյալ հայտարարությունը, որ ունեին նոր Նախճեվանի թեմում ունեին 7 եկեղեցիներ Ռոստովի կողմերում։ Հիմա մոտ 80 աղոթատեղի, այսինքն զարգացում է ապրել այնտեղ, էլի։ Ապա ունենալով այդ ռեսուրսը 80 հավելյալ 73 աղոթատեղի կառուցելու փոխարեն մի հատիկ այս 300 լավ, հա, հոբ համակարգ կարող են բերել Հայաստան։ Դա հենց է, ես այդ պատմությունը Ինչի չէին պատահական բերում։ չհիշեցի։ Պատահական այնտեղ խոսք էր գնում եկեղեցին փրկելու։ Լավ, եկեղեցին, բայց տես, եթե եկեղեցին փրկելու մասին է խոսք գնում, Ստեղ էլ երկիրը ուրեմն փրկելու մասին։ եղել է դրան նախորդող իրադարձություններ։ Մենք եղել ենք ոչ թե պետական միավոր, այլ եղել ենք սովետական միության ներկայացուցիչ, այսինքն անգամ այդ պարագայում միութենականությունը, անգամ միութենականությունը հզոր թող լինի կամ հզոր չլինի, միևնույնն է քո եկեղեցու երաշխավորը չի, երբ որ դա իրեն պետք չի։ Այսինքն թե եկեղեցու թե մեր պատմության, թե նույն Տիգրան Մեծի, թե մեր այսօրվա ու մեր ապագայի միակ երաշխավորը մեր բոլորիս մի հատ պետությունն է, որի 1-3 միլիոներորդական մասնիկ ենք մենք, հաստատ դառնանք 1-10 միլիոներորդական մասնիկ։ Եվ ի վերջո ով որ հույսը դնում է, Հիմա ինչ է, բա եկեղեցին դուրս եկել այդ պետության դեմ։ չգիտեմ, ով որ հույսը դնում է Պուտինյան Ռուսաստանի վրա, պետք է հաշվի առնի, որ Պուտինյան Ռուսաստանը իրավահաջորդն է Ստալինյան խորթային կայսրության, որը փորձում էր ընդհանրապես վերացնել, ոչնչացնել հայ առաքելական եկեղեցին։ Ստալինյան ժամանակահատվածը ոչ միայն եկեղեցու, այլ ինքնությունների վերացման հսկայական պրոյեկտներ իրականացան։ Անգամ եթե չեմ սխալվում, Ստալինի ժամանակ չէր, որ մեր այբենարանից ուզում էին մի քանի հատ տար հանեին։ Այբուբենից չէր մեր։ Ստալինի ժամանակներում մեր տոտալ մեր ժողովրդի տոտալ աքսորը, այդում նաև խորհրդային մյուս ազգերի, չեմ ասում միայն մեր ժողովրդի, դեպի Սիբիր։ Լավ, այդ մարդիկ, որ գրում են, որ գիտեք ինչ խորհրդային միությունը մեզ ինչեր տվեց, մենք ծաղկեցինք, ասենց, չգիտեմ ինչ եղանք խորհրդային միության օրոք, թող հիշեն այս դեպքերը եւ հիշեն 1.200.000 պետության կողմից բանակ ուղարկված հայորդիներից 300,000-ի զոհվելի փաստը։ Ես միայն Հայաստանից եմ ասում։ Ընդհանուր խորհրդային միությունից զոհվել է 600,000 հայ։ Բայց տես, ես չեմ ուզում, որ մենք շատ կենտրոնանանք, իհարկե այսօր մեր ժամանակը կարծես թե սպառվում է։ Մեր Անդրանիկ հաղորդումն է դրա համար ենք։ Սա փորձնական է։ Ժողովուրդ ջան, ձեզ ասեմ, եթե ձեզ հետաքրքիր է, միայն ձեր գնահատականների շնորհիվ գրեք նաև։ Այո, մենք կշարունակենք, անգամ հնարավոր է ժամային ինչ որ տարբերություն լինի։ Հա, մեկ էլ հնարավոր է նոր պավիլյոն ունենանք։ Սև ու սպիտակի տրամաբանությունը մեջ արտահայտվի նաև։ Ու առասարակ է սև ու սպիտակը ձեզ որքանով է, էլի հարմար, հա, որպես վերնագիր, դա էլ առաջարկենք։ Թե մենք արդեն որոշել ենք։ Չնայած մենք որոշել ենք, բայց դուք էլ կարող եք ձեր կարծիքը արտահայտել, ինչ որ կարող է դուք ավելի լավ Այսինքն առաջիկայում ավելի հետաքրքիր է դառնալու միայն ու միայն մեր հաղորդումը։ Մեր ոդքասթը, Ոդքասթը, այո։ Եվ մինչև քանի րոպեներ, վայրկյաններ ունենք, տես, ես չեմ ցանկանա, որ մեր հերոստատիտողը, մեզ հետևորդները, մեր հետևորդները մտածեն, որ մենք փորձում ենք թերագնահատել սովետական միությունը կամ առհասարակ ինչ որ մի բան, ինչ որ մի ուրիշ բանի հաշվին։ Այո, ես ինքս արևմտյան արժե համակարգի կողմնակից եմ, հարցը դա չի։ Բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Եթե մեկը ինձ հարցնի, ես կարող եմ ասել ինչու։ Բայց եթե
օբյեկտիվորեն նայեմ ու հանրային դիտանկյունից։ Ես չեմ ցանկանա, որպեսզի մենք հրաժարվում ենք սովետական միության բարքերից կամ ռուսական այսօրվա բարքերից, որպեսզի այս մյուսը։ Ես չեմ ուզում այդպես։ Ես ուզում եմ, որ դրա ընտրողը, գաղափարական պատկերացում կազմողը ու դրա առաջգնացողը լինի մարդը։ Եվ մարդը ինքը ունենա իր սեփական կարծիքը։ Եթե մարդը ինքը հարգանքով ինքը ավելի կարևորություն է տալիս եվրոպական արժեհամակարգին, ինքը հիմնավորված լինի։ Իր համար հիմնավորված լինի։ Ինչ է այդ ինքը իսկապես ընդունում է դա, թե չի ընդունում։ Բայց քանի որ մենք արդեն մեր եթերաժամը սպառեցինք, ասա որ 40 րոպե շատ քիչ է, էդ էլ պիտի դուք օգնեք մեզ հասկանալու համար։ Հետևորդներ, սիրելի հեռուստադիտողներ, խնդրում ենք օգնեք մեզ, դիմենք մեր տնօրինությանը, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրվի։ Չի ստացվում, մենք երկուսով քիչ ենք ոնց որ։ Եվ հիմա ես էլի ճնշումների ներքո նրանք ասած խոսքը շաքարով կտրեմ, քանի որ հաղորդման բացման խոսքը ասեց գնելը, փակման խոսքը տրամաբանաբար ես պետք է ասեի։ Առհասարակ բացումը դու պիտի ասես մեծը դու ես տարիքով։ Չէ, դա էական չի։ Ես դիտմամբ եմ շեշտում քո տարիքով մեծ լինելը, որպեսզի ընդգծեմ իմ ավելի երիտասարդ։ Դու խորամանկ ես։ Որ ասում եմ ես պիտի սեբա հակրի, ասում եք չէ։ Լրիվ։ Ձեզ ամենայն բարիք ենք մաղթում։ Սև եւ սպիտակ ոդքասթի առաջին Անդրանիկ հաղորդումներ։ Խնդրում ենք նաև փորձնական եթերեր։ Խնդրում ենք նաև դուք ակտիվորեն տարածեք այս հաղորդումը YouTube-ում, որտեղ դրանով նաև մեզ կօգնեք, դրանով նաև ձեզ կօգնեք, որտեղ խոստանում ենք, որ հաղորդումը շատ ավելի հետաքրքիր է լինելու հաջորդաբար։ Այո, հնարավոր է ժամանակ առ ժամանակ քաղաքական թոհուբոհերին անդրադառնալ։ Իհարկե։ Մեր պատկերացումներով որպես քաղաքացիներ մենք հասկացանք, որ 40 րոպեն քիչ էր, վերջ։ Այդ այսօր արձանագրեցինք։ Մնացածը մյուս անգամ։ Ստեսում եւ ամենայն բարիք ձեզ։ Ստեսում։